Վանաձորի դարպաս թաղամասում գիշերը կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող դպրոցի պահակը միայն առավոտյան է տեղեկացել, որ կրակոցից երիտասարդ է վիրավորվել։ Սենց պատահական խոսացել են, լսել ենք, ոչ մի բան չգիտենք ուրիշ։ Դե ինչ որ դեպք ա եղել, այդ ուրիշ բան չեմ իմացել։ Տուժածին մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, այնտեղից էլ զանգել են ոստիկանություն եւ տեղեկացրել, որ Պարանոցի շրջանում ծանր հրազենային վնասվածքով մի երիտասարդ է տեղափոխվել իրենց մոտ։ Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդը Վանաձորի բնակիչ Դավիթ Քոչարյանն է։ Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է արյան հետքեր եւ հրազենի 2 պարկուճ։ Նախնական տվյալով առերևույթ հանցագործություն կատարած անձը կյանքի ծրկելու դիտավորությամբ ապօրինի կերպով կրած հրազենից կրակել է երիտասարդի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։ Դեպքի առթիվ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3404 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով։ Նախաքննությունը շարունակվում է։ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գեորգի Իլոյանը ժամին հայտնեց, որ երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները չեն կարողանում փամփուշտը դուրս բերել նրա ողնաշարից։ Լիաննա Ներսիսյան, Գոհար Մովսիսյան, ժամը լրատվական։